Ոնց է։ Այդտեղ քիչ հարց տալի ժողովուրդ չեմ հասկանում։ Չգիտեմ, խփում է, բայց չգիտեմ որտեղ է։ Գինու։ Ama mikrofonu sındı kapattım o da. Сегодня армянский народ делает правильный выбор и будет в Армении наконец-то легитимная власть. Спасибо большое. Я извиняюсь, что вы будете делать, если вы проиграете? Вернетесь в Россию, если будет возможно? Я никуда не вернусь. Я буду 10 лет работать в Армении. И не переживайте, у меня много работ. What future will Armenia have after this election? Հետո էլ որ լսեմ, չեմ լսում։ Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա։ Ընդամենը առավոտ համբերենք։ Ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Ուզում եմ տեսնեմ ջան։ Մեր համոզմունքը դուք այսօր կտեսնեք ինչի վրա է հիմնված։ Այսօր բոլորս կտեսնենք դա։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սպյուրքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Փաշինյանը հայտարարում է, որ ըստեյության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները կարողանա Հայաստանը լքեք, ասում են, որ հայտնվեք բանկում։ Ինձ թվում է ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է։